Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս ևս մեկ անգամ բոլորին եւ ես ունեմ հնարավորություն արդեն տաղավարում ողջունել մեր հաջորդ հյուրին, էլի խոսելու ենք գրքից, մի շատ հետաքրքիր գիրք, որը արդեն իսկ հանձնվել է ընթերցողի դատին։ Գյումրեցի մանկավարժ Գայան Հովհաննիսյանը երկար ժամանակ հավաքելու ամբողջացրել է Արցախյան 44-օրյա պատերազմի պատմությունները 18-ից 20 տարեկան տղաների մասին, երբ լռում են սրտի զարկերը։ Այսպես է կոչվում ուսուցչի Անդրանիկ ժողովածուն, որը 44-օրյա պատերազմի մասնակից զինվորների մասին է։ Գիրքը իր աշակերտների Հովհաննեսի եւ Արտակի հիշատակին է նվիրված։ Նրանք սովորել են Գյումրիի թիվ 8 միջնակարգ դպրոցում եւ այս առիթով տաղավարում հենց հեղինակն է Գայան Հովհաննիսյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս, բարի առավոտ։ Շնորհակալություն, շնորհակալ եմ հրավերի համար։ Լավ։ Երբ լռում են սրտի զարկերը, գիրքն արդեն այստեղ է մեր տաղավարում է եւ նվիրված է ամբողջությամբ 44-օրյայի տղաներին, հա, այստեղ ներառված են նրանց պատմությունները։ Գիրքը ժողովածու է, կազմված է «Երբ լռում են սրտի զարկերը» հենց համանուն վեպից, բայց կան նաև այլ պատմություններ, չխաչված ուղիներ, երթիկներից այն կողմ պատմվածքը, տարիների հեռվից պատմվածքը, երբեք միասա երբեք, բայց շարժիչ ուժը իհարկե «Երբ լռում են սրտի զարկերը» վեպն է։ Մի փոքր խոսենք, ինչ կա այստեղ, հա, ինչ է իրենից ներկայացնում, որտեղ արդեն ասացինք, որ տղաների պատմությունն է, որտեղից ձեզ այս պատմությունները, ինչպես են հասել ձեզ։ Պատմությունը շատ էսպես ինքնատիպ է։ Երբ իմացա այդ ողբերգության մասին, արդեն 5-րդ տարին է Մղձավանջի, որ մենք ապրեցինք, որոշեցի գրել ստեղծագործություն, որ անմահացնի տղաների սխրանքը։ Ու փորձեցի հավաքագրել նյութեր։ Կապվեցի ընկերների հետ, մարտական գործողություններին մասնակցած։ Իհարկե Հովհաննեսի ընկերների շատերը արդեն զոհվել էին։ Ինքը Իջևանի գնդում էր ծառայում, որը հոկտեմբերի 19-ին անհետացել էր։ Ու մենք մինչև դեկտեմբերի 19-ը նրանցից լուրջ չունեինք։ Եվ նրա մասին շատ տեղեկություններ չեմ կարողացել հավաքել, բայց գնդապետ Թաթուլ Ղազարյանի այսպես ասած գումարտակն է եղել, գումարտակում է ծառայել Հովհաննեսը եւ նրա մասին համացանցից ահագին նյութեր հավաքեցի։ Ապա կապվեցի Արտակի եղբոր Արթուրի հետ եւ նրան խնդրեցի մարտական ընկերներից տեղեկություններ հավաքագրել։ Նրանք ինձ ձայնային հաղորդագրություններ ուղարկեցին։ Դրանք գումարեցի նաեւ պատանեկության մանկության տարիներին երեխաների հետ կապված իրադարձությունները։ Աշակերտներից զանգահարեցի աղջիկներին, տղաներին եւ ասի հուշեք ինձ, հիշեցրեք պատմությունները, որ նրանք ունեցել են դպրոցում։ Եվ այսպես մանկություն, պատանեկություն, ռազմի դաշտ, այս ամբողջը հանրագումար դարձավ եւ ստեղծվեց այն, ինչ ունեցանք։ Վեպը չափանիշներից կարելի է դուրս համարել, որովհետեւ ոչ թե հենց ֆիզիկապես գոյություն ունեցող հերոսներն են այստեղ, այլ նրանց հոգիներն են։ Հանդիպում են դպրոցի պատերի մոտ ու այսպես էլ չբացեմ փակագծերը, որ հետաքրքիր լինի։ Եվ ամբողջությամբ հուշերով առաջ են գնում։ Գեղարվեստական մոտեցում եք տվել։ Գեղարվեստական մոտեցում է, ամբողջը գեղարվեստական պատում է։ Վեպը արդեն կարդացել են ձեր աշակերտները, նրանք ումից դուք վերցրել եք այդ ինֆորմացիան։ Այո, կարդացել են, որովհետև ես սկզբում համացանցով ահագին այսպես ասած տարածեցի եւ մեծ կարելի ասել ողջավորություն առաջացրեց բոլորի մեջ ու մտածեցի, որ պետք է հրատարակվի անպայման։ Մայիսին, երբ վերջի զանգ էի գնացել դպրոցում, այսպես մի հետաքրքիր բան պատահեց, տղաներիցս մեկին չէի տեսել պատերազմից հետո, ինքը եղնիկներում էր ծառայում եւ այդ ընթացքում ահագին ժամանակ նրանցից լուրջ չկար։ Հանկարծակի հետևից փաթաթվեց, այսպես տեսա Արմենին ու սկսեցի արտասվել, անկախ ինձանից այդ ուրախ առիթ է, բայց արտասվեցի, հետևից մոտեցավ մեկը եւ ձեռքը դրեց ուսիս, շրջվեցի Հովհաննեսիս մայրն էր։ Ասաց ինքեր Հովհաննիսյան այսօր ուրախ օր է, պետք չէ տխրել, մի լացեք։ Ու մտածեցի, որ այնքան ուժեղ են մեր հերոսածին մայրերը, որ իրենք կարող են մեզ փոփել։ Եվ հասկացա, որ պետք է անպայման հրատարակվի այս գիրքը։ Ու այսպես դրա համար 4 տարի անց լույս տեսավ։ Հավերժի զինվորների մասին է գիրքը։ Այո, հավերժի զինվորների մասին է, հավերժ զինվորներ, որոնց գերական ներկայություն մենք անընդհատ պիտի զգանք։ Ինձ հետաքրքիր է, հա, երբ որ նախաձեռնեցիք այս ամեն ինչը, որովհետև սա շատ դժվար աշխատանք է։ Շատ դժվար է։ Արդյոք այդ ժամանակ պատրաստ էիք եւ գիտեիք թե
ուր է տանելու ձեզ այս ճանապարհը, որովհետև այդ ամբողջ ինֆորմացիաները հավաքելը, պատմությունները, որոնք բավականին դաժան ու դժվար են եղել, ու այդ ամեն ինչը արդեն անցկացնել ձեր ներսով, հաղորդել գեղարվեստականություն ու հաղորդել գրքին, սա համոզված եմ հեշտ աշխատանք չէր եղել, ավելի շատ հոգեբանական դժվարին աշխատանք։ Այո, դժվար էր, որովհետև հենց ընթերցողներից էլ ասացին, մենք քանդվում ենք, երբ կարդում ենք մի հատված, դուք ոնց եք կարողացել գրել, բայց գիտակցաբար արեցի այդ ամենը, ասեմ ձեզ, պետք չէ քանդվել կարտալիս արդեն, որովհետև երբեմն մարդիկ, երբ իմանում են թեման, խուսափում են, ասում են չենք ուզում էլ մտնել այդ ամենի մեջ, չենք ուզում տխրել, շատ ենք տխրել։ Բայց վեպը գրված է այնպիսի մոտեցումով, որ չվախենանք ընթերցելուց։ Այսինքն միախառնվում են մանկություն, պատանեկություն, նաև ռազմի դաշտում տեղի ունեցող իրադարձություններ եւ ավելի, այսպես ասած, լուսավոր է դարձնում այդ ամենը։ Շատ ճիշտ է, կան նկարագրություններ, կան պատերազմական իրողություններ, բայց այդ հուշերը եւ տղաների գերական ներկայությունը ստիպում է ավելի հանգիստ կարդալ, ավելի մեղ մոտենալ ստեղծագործությանը եւ չվախենալ կարդալուց։ Ցանկանում եմ, որ կարդան, շատ կարդան, որ հիշենք նրանց ու չվախենանք այսպիսի ստեղծագործություններ կարդալ։ Սա ձեր առաջին փորձն է։ Առաջին հրատարակված, այո, Հրատարակված։ Այո, հրատարակված։ Արդեն կան մտքեր հաջորդիվ կան, իհարկե կան։ Կիսատ դերևս ունեմ անավարտ պատմություններ, ովքեր են հերոսները հաջորդ պատմությունների։ Բոլորն իրական կյանքում գոյություն ունեցող մարդիկ են հիմնականում, բոլորն էլ, այսպես ասած, մեր կյանքի մասնակիցներն են եւ կճանաչեն իրենց հաստատ։ Այս ժողովածուում տեղ գտած մյուս պատմվածքների հերոսներն էլ իրենց կճանաչեն, կան աշակերտներ, կան ուսանողներ եւ երբ որ համացանցով տարածվեց, շատերը զանգահարում ասում էին մեզ եք նկատի ունեցել Ինկերմանիսյան։ Իսկ դա ոնց էր ձեզ օգնում էր թե դա խանգարում էր։ Օգնում էր, որտեղ մարդիկ գտնում են իրենց, որ կարդում են, գտնում են իրենց ու հաստատ համոզված եմ, լայն շրջանակներին է ուղղված եւ երեխաներին հետաքրքիր կլինի, այնտեղ կա երթիկներից այն կողմ պատմված աղավնիների պատմությունն է։ Ինձ զանգահարեցին, ասացին այնքան հիշեցրեց Ավետիս Ահարոնյանի պատմությունը։ Ավետիս Ահարոնյանն ունի այդպիսի պատմվածքներ, կենթանիները խոսում են։ Իմ աղավնիներն են այստեղ մասնակիցները, երթիկներից այն կողմ պատմվածքի։ Տարիների հերվից պատմվածքի հերոսուհին աշակերտուհիս է, որը վաղուց արդեն արտերկրում է ապրում ու անմիջապես զանգահարեց։ Գտնում են իրենց հերոսները։ Շատ լավ, ինչպես եք անում, որ հերոսների մեջ չեք խճճվում, որովհետև շատ դժվար է, հա, հերոսին անջատել հեղինակի եսից։ Սա իհարկե, չգիտեմ, երևի մանկավարժի փորձն է ձեզ ավելի շատ օգնում։ Գուցե մանկավարժի փորձն է, այո, ինչու գուցե, այո, հենց մանկավարժի փորձն է, որովհետև տարիների ընթացքում 25 տարի երկար ժամանակ աշխատել եմ մանկավարժ եւ յուրաքանչյուրին ճանաչել եմ, այսպես յուրաքանչյուրին հոգեբանորեն եմ մոտեցել եւ նրանց կարելի ասել ամբողջությամբ բաց գրքի պես կարտացել եմ, ու հիմա ներկայացնում եմ հենց հերոսներից։ Շատ լավ։ Մի փոքր գնանք դպրոց։ Հասկանանք, ինչ փոխվեց այս տարիների ընթացքում։ 20-25 տարին քիչ չէ։ Եվ ինչպիսին են աշակերտներն այն ժամանակ, ինչպիսին են աշակերտները հետո։ Առավել եւս 44 օրից հետո նաեւ հենց նրանց հոգեբանության մեջ շատ բան փոխվեց։ Ասեմ, երբ որ նոյեմբերի 9-ի առավոտյան իմացանք Արտակի արդեն հենց նոյեմբերի 9-ի առավոտյան զոհվեց Արտակը։ Ու 9-ին, որ արդեն հրադադարի մասին իմացանք, մի այսպիսի տարօրինակ արտահայտություն արեց, ինչ լավ է, որ ես էլ դպրոցում չեմ աշխատում։ Զարմացած նայեցին, ասացին ինչու, ասի, որովհետև չէի կարողանա նայել երեխաներիս աչքերին, աշակերտներից նկատի ունեմ, որովհետև մշտապես ոգևորել եմ եւ ասել եմ մենք հաղթանակած ազգ ենք, մենք հաղթելու ենք ու հանկարծ չնայած մենք էլի հաղթել ենք, մեր տղաները հաղթել են։ Ու հաստատ մեր հերոսների կատարած այդ քաջագործությունները, որ մենք տեսնում ենք, իրենք հաղթանակած են դուրս եկել այդ ամենից։ Սա լրիվ այլ պատմություն է։ Դժվար է այդ ժամանակա ընթացքում մտածել նորից վերադառնալ դպրոց։ Բայց երբ ուղակի որպես հյուր գնում եմ դպրոց, տեսնում եմ, որ դե երեխաները աշխուժ են նորից, պտտվում են դասասենյակը, որտեղ սովորել են տղաները,
արդեն դարձել է, այսպես ասած, թանգարան, նրանց նկարներն այնտեղ են, նրանց հիշողություններն այնտեղ են եւ բոլոր երեխաները այսպես ակնածանքով են վերաբերում այդ դասարանին, արդեն պարզ է, թե ինչպիսին է սերունդը, էլի, նրանք ակնածանքով են վերաբերում այդ դասասենյակին, երեխաների, տղաների կատարած այնտեղ գրած օրագրերն են այնտեղ, շարադրություններ կային այնտեղ եւ դրանք օրինակ են ծառայելու նրանց համար։ Մինչ պատերազմը, ուրեմն երբ դպրոցում նոր էին եկել այդ դասարանի երեխաներ ինձ մոտ եւ ես նրանց դասղեկ էի, դրանից առաջ ավարտած երեխաների մասին ասում էինք, օй, նրանցից հետո էլ ոչ մի դասարան չմնաց։ Բայց հետո այս երեխաները ապացուցեցին, որ չսխալվում ենք, միշտ էլ հաջորդները, սերունդները, մենք մտածում ենք, որ մեծերը մտածում են, փոքրերը լավը չեն, փոքրերը մտածում են, մեծերը իրենց չեն հասկանում։ Դե միշտ ասում ենք, չէ, դե մեր ժամանակ ուրիշ էր։ Այդ արտահայտությունը սերնդեսերունդ գնում է։ Բայց միշտ էլ լավը կա, ուղղակի պետք է գտնել այդ լավը։ Եվ մանկավարժի ֆենոմենը կայանում է նրանում, որ հենց գտնում է այդ լավը եւ երեխաների մեջ սերմացնում ու զարգացնում է դա։ Շնորհակալություն ձեզ, որ նման նախաձեռնություն եք իրականացրել, որովհետեւ այո, մեր հավերժի զինվորների մասին պետք է անընդհատ խոսել եւ պետք է նրանց պատմությունները միշտ բարձրաձայնել։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ այսօր արդեն դպրոցականների մոտ հերոսի ընկալումը փոխվել է։ Այսօր մեր հերոսները նրանք են։ Այնպես որ շնորհակալություն ձեզ։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել Սարգոն Սպիտակ Չոր գինին Իջևանի գինու գործարանի կողմից։ Հաստատ հրաշալի առիթ կլինի ձեր աշակերտների հետ հանդիպել եւ իհարկե նրանց հետ միասին հիշել այդ հրաշալի օրերը։ Ուզում եմ ձեզ նվիրել նաեւ բացիկներ, որոնք փոխանցում են միմյանց էմոցիաներ։ Բացիկները հենց դրա համար են նախատեսված, արև բացիկներն են, այստեղ վերնագիրը սիրում եմ, իսկ ներսում արդեն Անդրեի երգից են, իմ սերը քեզ թևեր թող տա։ Սա նվիրեք նրան, ում բառերը հենց դա են նշանակում ձեզ ու թևեր են տալիս գրելու, աշխատելու, ապրելու մեջ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ ես հրավերի համար։ Շնորհակալություն, հիմա փոքրիկ դադար կլինի, հետո կվերադառնանք խոհանոց եւ Ադրինի հետ միասին կամփոփենք այսօրվա ծրագիրը։